Փարիսի սիրելի հերոստատիդորներ, ընդամենը մեկ շաբաթ, մեկ ամիս եւ մեկ շաբաթ մնաց հունիսի 7-ի համապետական ընտրություններուն եւ մենք պիտի ականատեսը լանք ինչպես որ նախաբես ես անձնաբես ահազանգած էի, երբ Հայաստան կգտնվեի եւ իմ նման բարեփոխտապար բազմաթիվ հրաբարակախոսներ միջև այսօր կահազանգեն, ականատես պիտի լանք թշպախտապար այն ներխուժումին, որը գազմագերված է ռուսական դաշնության եւ Հայաստանի եւ Ռուսաստանի եւ ինչպես նաեւ հիմա վերջերս ալ գիմանամ սպիրկյան դարբեր շրջաններու մեջ գազմագերված իր խամաճիկներու կողմէ այն ներխուժումը, որը կսպառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ նաեւ կսպառնա սահմանատության դաբալումով երբ մասսայական գաշարագդվությամբ քալիք համապետական ընտրությունները վտանգված են։ Մենք դիտենք երկու հատ գարշ դեսանյութ եւ շարունակենք մեր զրույցը։ Նախընտրական թեժ կրքեր եւ նոր ընտրակաշարքի վերաբերյալ հաղորդագրություններ առանցքում ուժեղ Հայաստանն է, որի առաջնորդը ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե հաղթելու է, իսկ իշխող ուժն էլ զգուշացնում է կալուգացի օլիգարխի շտաբների բոլոր աշխատողները, որոնք ընտրակաշարք են բաժանում, հատ-հատ կձերբակալվեն։ Բացահայտվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան խոշոր չափերի կանխի 72.6 միլիոն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր։ Վերջը պրոբլեմ չունես Վարուժանը քոնն է իմացի, ոսը գագրած Վարուժանից սարինեք, ասեն որը գա, դալենք հետոտներից պատրաստ կրնենք։ Ինչպես դեսանք եւ իրազեկվեցանք այն ահազանգները, որ բարձրացված էին մոտ 2 ամիս առաջ Հայաստանի մեջ չափազանցված չէին եւ մենք կորձ ունենք ոչ միայն 5 միլիարդ դոլարի Ռուսաստանի կողմէ դրամատրված գաշարադվության համար միտված բյուջեի հետ, այլ նաև շատ ավելի եւ թերագադարները, ինչպես որ կտեսնենք, բացահայտումները գարդացոլան բազմաթիվ են Հայաստանին ներս եւ նաև Սփյուռքի մեջ։ Ուրեմն նույն այս մարտիկը, ովքեր մեղսագից են ռուսական դաշնության հետ դաբալելու հայկական ինքնիշխանությունը, նույն թերագադարներն են, որ 2020 թվականի դեկտեմբերի ամսի վերջավորության ես բարձրացանած էի եւ իրենց լուսանգարները այն ժամանակ հրաբարակած էի, ասելով որ տեսեք ովքեր կպահանջեն վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Եվ հիմա էկրանի մեջ ինչպես որ կտեսնենք, այդ հրճակավոր թերագադարներու շարքին են իհարկե նախկին նահանգները, հատկապես Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան եւ իրենց անմիջական գլանագից Քարեքին Բգդիշ Ներսեսյանը եւ նաեւ ինչպես որ էկրանի ներքևի մասը կտեսնենք հայ բարեգործական ընդհանուր միության այն ժամանակվա օլիգարխ եւ մենադեր այսպես կոչված նահանգ Բերսետրակյանը եւ Արշավիր Գոնջյանի կանադայի այդ վադահամբավ այդ ռամգավար ազատական գուսակցության ռուսական թևին հետևորդ եւ ղեկավար պետք է ասել Արշավիր Գոնջյանի ամիջական համագործակից, որ հիմա ոչ եւս է Էդմոն Ազատյանը եւ այս մարտիկը դասնյակներով հայկական վարժարաններ փակած են Սփյուռքի տարածքին եւ միլիարդավոր դոլարներու թալանչիության որպես հետևանք միլիարդավոր դոլարներ անհետացած են։ Այդ մասին քիչ պետք է ավելի մանրամասն եւ հիմա տեսեք այս մարտիկը եւ իրենց անմիջական համագործակիցները կբահանջեն վարչապետ Փաշինյանի հրաժարականը, այն ժամանակ կբահանջեին եւ հիմա գաշխադին ոգի պրին սահմանությունը դաբալել լայնամասշտաբ գաշարադվության միջոցով, ինչպես որ դեսանյութի մեջ մենք ծանոթացանք։ Եվ անմիջական այս շրջանագի մոդիկ անձնավորությունը վերջերս Լոս Անջելեսի մեջ սկսած է իբրև թե սրտացավություն հայտնել Ստեփանագերդի մեջ հայ եկեղեցու
գազམ་ականթումին, փնաչունչումին Ադրբեջանի կողմէ եւ այդ կվերապերի Բարքև arczepiskopos Mardirosyanին, որ Արցախի թեմագալ առաջնորդն էր, միասին դիտենք այս գարշ դեսանյութը եւ կշարունակենք։ 7 օր առաջ Ստեփանակերտում ազերիները քանդեցին Սուրբ Հակոբ մեր եկեղեցին։ Եթե ատկան սրդացավ էր Բարքև arczepiskopos ինչու համար Արցախը թողեց եւ Ամերիկա գնաց։ Անշուշտ բնդումներ կան, որ իբրև թե առողջական խնդիրներ ունի, բայց քանի որ այդ մասին բազմաթիվ մարդիկ գասկած կարտահայտեն, ես պիտի առաջարկեի, որ Բարքև Սրբազանը ներկայանա այս հերոստա ստուդիո եւ իր բարձապանումները ներկայացնե մեր հերոստատիդոներուն, բայց այստեղը շատ կարևոր հանգամանք մը գա։ Բարքև arczepiskopos Դերդերյանսի ըստ գաբը այնքան սերտ պետք է լա։ Բարքև arczepiskopos Mardirosyan նույն ծև, նույն մշակույթի հետևորդը չէ եւ նույնպես ինչպես մենք բազմիցս բացահայտումներ կատարած ենք եւ բարձրացնած ենք հոգուտ հանրության իրազեկվածության Արցախի պատերազմի ժամանակ այս մարտիկը Քարեքինաբաշտերը եւ ռսաստրուկները ներառյալ նույն ինքն Բարքև Սրբազանը եւ Ամերիկայի արեմդյան թեմագալ առաջնորդ Հովնան arczepiskopos-ը եւ անշուշտ Մոսկվայի դխրահրճակ Գարոն Ներսեսյան եզրասը եւ իրենց նմանները միլիոնավոր դոլարներու ասենք հանքանագություն կատարած էին եւ այդ հանքանագություններն հաշվետվություն չկա միջև այսօր եւ փաստորեն մենք միջև այսօր ճիշտ էինք, որովհետեւ մեր բարձրացած մտահոգություններուն ոչ մեկ կերպ հանգստացնող եւ լուծում առաջադրող ասենք բարձապանումներ չներկայացվեցան հանրության եւ այդ հանքանագության մասին տրամահավաքի մասին այդ օրվա այդ օրերու նորորը պետք է գարտակ եւ դեսնեք ինչպիսի ջող քրարումներով ասենք հանրության գոչ կուղվի որ տրամահավաքի մասնակցին բայց միջև այսօր ըստ երևույթին տրամահավաքի հետ կապված ոչ մեկ հաշվետվություն Իսկ ինչ կվերապերի տրամահավաքի եւ տրամասիրության հետ կապված այս մշակույթին, որ Քարեքինաբաշտ գլանը զարգացած է 1999 թվականի հոկտեմբեր 27-ին սկսյալ երբ բռնազավթվեցավ այդ դխրահրճակ օրը, երբ Բեդուտյան պաշտոնադարները գլխատվեցան, Բեդուտյան ղեկավարությունը փնաչնչվեցավ, նույն օրը ամենան հայոց հայրաբեդության Սուրբ Աթորը բռնազավթվեցավ Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի կողմէ եւ մենք բազմիցս ականադես եղանք եւ գշարունակենք ըլլալ թշպախտապար տրամաշորտության ըստ այդ Քարեքինաբաշտ եւ Ռսաստրուկ շրջանագի թալանչիական մշակույթին այս մասին նորակույն զարգացումը Իսպանիային Բիլարաչարգեի որ իմ զրուցակիցը հայտնի հրապարակախոս Վարոն Ոսկա Մխիթարյանը մեզ զեկուցե եւ երթան գարաջ Բարոն Չապարյան հագարակ որ կփորձեմ հանդարտ խոսիլ բայց ներքնաբես փոթորգած եմ եւ կարելի չէ չբորտկալ իդես այս խայդարագության մինչեւ ուր պիտի հասնի այս ավազագաբեդությունը Դագաբին նոր գաբի մեջ էի Մալագա քաղաքին հետ Մալագան Միչեգրագանի եզերքին քեղեցիկ քաղաք մնե Իսպանիո մեջ Ուրեմն այդտեղի քաղուտը մոտավորապես կգազմե 300-ն 350 հայ ընտանիքներ որոնց մեծ մասը Հայաստանեն արտաքաղթած են Այս քաղուտը գազմագերբված է այսօր քնած են իրենց քրտնաթոր չանքերով
գաթողիկ փոքրիկ եկեղեցիմը, ապա վերանորոգած են զայն եւ վերածած են հայկական եկեղեցի, որբեսի հոգան այդ քաղուտի հոգևոր պետքերը։ Այս արիթով թիմած են հայրապետական բադվիրակ Խաչակ arczepiskopos Բարսամյանին, որ իր նստավայրը ունի Վատիկանի մեջ։ Եկեղեցին պատրաստվել է այդ թիմած են Խաչակ arczepiskoposին եւ Խաչակ arczepiskopos նամակը հղած է, այդ նամակը այսօր ունիմ իմ հերախոսից մեջ, շուտով պիտի խնդրեմ, որ բարոն Չապարյանը իր ազատ մամուլի մեջ հրադարագե այդ խայդարակ նամակը։ Հետևյալն է սիրելիներ, որպեսի ծանոթանաք։ Խաչակ arczepiskopos նամակը հղած է Վարչության Մալագա քաղաքին, հայ համայնքին, ասելով որ եթե կփափակիկ հայ եկեղեցական ունենալ ցեզի ծառայող, անպայման որ 150,000 եվրո իմ դրամատրությանս դակ տնեք, որպես աբահով եկամուտ քալիք քահանային։ Գնաք երևակայել սիրելիներ։ Այդ նամակի մեջ հստակորեն ասված է, պետք է աբահովեք քահանային գեցությունը, պետք է աբահովեք քահանային ինքնաշարժը, պետք է աբահովեք քահանային աբահովակրությունը եւ այս բոլորը հետևաբար պիտի արժեն 50,000 եվրո տարեկան եւ որպեսի Խաչակ arczepiskopos հանգիստս կա ի հարաճակունե գբահանջը 150,000 եվրո այդ եկեղեցին փոխանակ օգտակարելու։ Այս նամակի նախորյակին բազմիցս այդ համայնքը խնդրած է, որ քահանամ ունենա, ափսոս, որ այդ բոլորը չբադայեցան, որովհետև Խաչակ arczepiskopos Բարսամյանի պես հլու հնազանդ չագերտներու մեջ arczepiskoposը, որ ուրիշ բան չէ, եթե ոչ Կարեքին Գաթողիկոսին խմպագին պատկանող ավազակները մեկը։ Շատ կցավիմ ասելու arczepiskoposին ավազակը, բայց որովհետև խումբը ավազակա խումբ է սիրելիներ, գողոբուդի ելած են, ժողովուրդը ցեզ կգողոպտեն։ Երբ որ այդ կազմակերպյալ քաղուտը Խաչակ arczepiskoposին ասած է, որ գուզենք, որ այս եկեղեցին քակ եւ օծեք, գիտեք ինչ բանջած է Խաչակ arczepiskopos 50,000 դոլար օծումի։ Այս երևույթը, դքեղ երևույթը, ցեզի պետք է հիշեցնե նաեւ անցյալին այդ հայտարարությունը, որ մենք կատարեցինք եկեղեցվոմը մասին, որ գանկնված էր քաղաքին գողմե եւ գտնվեր Ռուսաստանի ներս Մոսկվայի հարավը, երբ որ թիմած էր այդ քաղաքը Եզրաս arczepiskoposին, որ օրվա առաջնորդն է Մոսկվայի մեջ, Եզրաս arczepiskopos 50,000 դոլար բանջած էր, որպեսզի այդ եկեղեցին օծե։ Հիմա հասկնաք սիրելիներ, ինչու գորտ կամ եւ գսեմ որ ավազագախումբ է։ Գարելի չէ երևակայել, որ հոգեվորականներ, որոնք ծունգի եկած են խորանի արջև, ուխտած են ծառայել, նախ աղքատություն ուխտած են, ու ապա ուխտած են ծառայել եկեղեցվո ջամփով իրեն ժողովրդին թրամ կբահանջեն աղոթքի համար։ Չի կարելի չբորտկալ սիրելիներ։ Մալագան ինքսիկ կազմակերպված է, փոխանակ քաչալերելու, եկեղեցին օծելու համար Խաչակ arczepiskopos բանջեց է 50,000 դոլար։ Չփավեր որ 150,000 ի հարաճակուն է կբանջը, որ քահանամը դրամատրե, առավել ևս 50,000 դոլար կբանջը, որպեսզի եկեղեցին օծե։ Երբ վերջ պիտի կա այս ավազագության, իրավունք ունին, դժբախտաբար մեզի ցավ գբաճարեն այս բոլորը։ Եկած է ժամանակը սիրելի ժողովուրդ, որ ոտքի կանգնիկ
բոլոր քաղուտներեններս հոն ուր որ գտեսնեք թափանցիկության եւ հաշվետվության բացակայություն բանջեցեք թուգեք եկեղեցին այս գացությունը ինձ ամիջապես կհիշեցնե նաեւ մեր այստեղի հոգեվորդան վիճակը բոլոր ցանոթ եք շատ խոսած ենք այդ մասին գլանդերի Սուրբ Սարգիս եկեղեցու մասին ինչպես նաեւ Ապլենդի եկեղեցու մասին եւ որ Հովնան arczepiskopos իրորդ ուտյամը քաչալերս Դերբեդրոսի մոր այստեղի փոքրիկ քաղուտը հրավիրե եւ եկեղեցի գազմագերբել են այդ մերժեց կալ օձելու եւ բանջեց գալվածը այսօր նույնը գբադայի մալագայի մեջ խաժակ arczepiskopos ոչ միայն Թրամփ գբանջե այլ նաեւ գբանջե որ եկեղեցու գալվածը մայր աթորին փոխանցվի այսօր գիտեք չէ երկու եկեղեցի կա որում մասին հաջող կխոսին ըլլա Սուրբ Սարգիս եկեղեցին հոս գլանդելի մեջ ինչպես նաեւ Սուրբ Խաչ եկեղեցին Ապլենդի մեջ երկուքն ալ թշվախտապար նույն ջագադակրին հասան որովհետեւ մեր եկեղեցու մեջ փդազությունը զայր արած քացած է չկա թափանցիկություն չկա հաշվետվություն գա գողոբուտ արթուն մնացեք սիրելի ժողովուրդ մի թույլ դակ որ Փարսազիջան հոգևորականներ գաթողոսենը սկսած եպիսկոպոս arczepiskopos գողոպտեն ծեր քրդինքով շահված այդ լումաները որ դրածեք ի խնդիր եկեղեցիներու գառուցման եկեղեցին թուգեք միշտ կգրտենք թուգեք եկեղեցին եւ իրավունք ունիք բանջելու ծեր արդար իրավունքը նույն այս մշակույթը ըստ երևույթին Վարոն Մխիթարյան նաև թշպախտապար դարածված է Կանադայի շրջանը եւ Կանադային առաջ նաև Բուլղարիա այսօրվա Կանադայի դխրարչակ թեմագալ առաջնորդ Հովագիմյանը ըստ ծեր դերակցություններուն եթե չեմ սխալիր եւ բազմաթիվ այլ աղբյուրներու նույն այս Հովագիմյան գոչեցյալը Բուլղարիայի մեջ եկեղեցի շինարարության արդիվ գողոբուտ թալան իրականացած է ճիշտ է ուրեմն նույն այդ թալանչիական մշակույթի ասենք գրողը նույն այդ թալանչիական կորձունեությունը հիմա գդարած է Կանադայի շրջանը եւ այնտեղը մենք ականադես եղանք վերջին ամիսներում թշպախտապար թե սահմանատության դաբալման շնորհիվ ուրեմն կանադահայեր հավատացյալ կանադայերու դկնաչան աշխատանքը ասենք արդյունքը բարերար արդյունքը եղող հայկական եկեղեցի գալվածը բռնի սահմանությունը դաբալելով վաճառեցին ճիշտ է ուրեմն նույն այս դրամատուրգիան ելնելով ըստ երևույթին այս մշակույթը խորապես արմատներ նետած է եւ անորամար է որ մենք պետք է աչալուր չլանք եւ առանց ովևէ գասկածի համացայն գտնվել վարչապետ Փաշինյանի այն առաջադրանքին որ գբահանջվի որ քանի որ եկեղեցին արքու վաճառքի մեջ է եւ բավականին զարդուղի կորձողություններու մեջ է մանե լանդրինգի վերապերյալ լուրջ բնդումներ կան այսինքն փողերի լվացման հետ իսկ այս թալանչիական մշակույթի եւ գողաբեդության թալանչաբեդության հայերեն լեզուն հարուստ է թալանչաբեդության գողաբեդության այս ընդհանուր գլանին մաս կազմող անբաժան մասնիկ եղող Արա Աբրամյանի հետ կապված շնորհալի երդասարդ հետազոտող լրագրող Արամ Ավետիսյանը վերջերս գդարած է բավականին հետաքրքրական ասենք բացահայտումը Արա Աբրամյանի մասին դիտենք միասին Մոսկվայում այստեղ գիտեք ինչ որ հայերի միության ղեկավար կա Արա Աբրահամյան այդ հայտնի քութիկը
Կիրիենկոյի, որը որ պետքա գար Հայաստան, շոր ուզում էր մեզ փրկեր, չէ, հայտարարություններ անում, որ մենք գնում ենք դեպի թուրքացման, ինքն էլ փրկիչն է, հայն է։ Այն որ հրապարակեցի, չէ, որ այդ փրկիչի հարսը պուտանկա է, դոշերը կադաստրով առաջ տարած, դե ամեն պերեուլեկում, ամեն բուլվարում հարցնում ես, այդ հարսի մասին չեմ ուզում ասեմ ինչեր է պատմում։ Տարիներ առաջ Արտուր, մենք տեղեկություն ունենք, որ մեր հայ ժողովրդին շատ զավակների աշխատացրել են ու այդ process-ը ոնց է եղել այն գործատուն այն ընկերությունը որը որ այդ մարկանց հայերին փողա գումարա պարգևել պայմանավորվել են որ այդ գումարը փոխանցի այդտեղ հայտնվել է Արա Աբրամյանը ինքն է խառնվել ասել ես այդ հարցը կլուծեմ որպես հայերի միության ղեկավար եւ $1,500,000 ընդ որում ասեմ $1 million պետք է ինքը փոխանցեր իրան պետքա տային բայց վերջում պարզվել է որ իրան $1 million չեն տվել այդտեղ էլ է փող աշխատել $1,500,000 փող են իրան փոխանցել այդ ընկերությունից եւ այս մարդը անգամ այդ $500,000 օթից աշխատել է հերիք չի այդ $1 million-ն էլ չի տվել եւ ինչա պարզվում որ այդ $1 million-ը ստիպված այդ մարկանց վճարել է հենց հիմա ես ներկայացնեմ Շարլ Անձնավուրի ընկերը, որը որ Մոսկվայի բնակ գործարար հայ է, ուղղակի ես նրա անունը չեմ ուզում տամ, բայց նկարը ցույց կտամ, որովհետև մենք նրա հետ պետքա հանդիպենք, հասկանանք, որովհետև այդ գումարը պետքա Արա Աբրամյանը վերադարձնի։ Ըստ երևույթին Արա Աբրամյանն ալ իր հերթին նույն այդ թալանչիական մշակույթին անբաժան մասնիկը լալով նաև Կրեմլի կողմէ կորձողված էր 2015 թվին Ամերիկայի ասենք դարբեր քաղաքներ եւ հատկապես արևմտյան ափը որբեսի առաջադրե իր տեխնոլոգիությունը Հայաստանի Հանրապետության նախագահության եւ ընդհանրապես երբ KGB-շնիկներ գործողվին իրենց ամենչապես կթիմավորեն այլ KGB-շնիկներ երբ Թալանչի KGB-շնիկներ գործողվին որ անգլերեն լավ բառը կա defraud the Armenian nation այսինքն թալանի ենթարկելու համար հայ ժողովրդին իրենց համար ամիջական կորձագիցներ գլինեն մեկ այլ KGB-ի կորձակալներ եւ ինչպես մենք ականադես եղանք քիչ առաջ Բարքև arczepiskopos Մարտիրոսյանի Զարդուղի կորձողություններուն նույնպես եւ 2015 թվին երբ Արա Աբրամյանը ժամանեց Լոս Անջելես իրեն համար ամենամեծ ռոպագանդ գադարողը եղավ եւս մեկ այլ KGB-շնիկ հանցինս Հայաստանյաց արաքելական եկեղեցու արևմտյան Ամերիկայի թեմագալ առաջնորդ Հովնան Դերդերյանին մենք այդ ժամանակը մանրամասն դեղեկատվություն պատրաստեցինք եւ այդ դեղեկատվության մեջ բնթեցինք որ Հայաստանյաց արաքելական եկեղեցու թարերու ընդմեջեն մեզի փոխանցված սովորությունը եւ ժառանգականությունը բացարձակապես գարքիլ է ովևէ հոգեվորականի որ քաղաքական կորձունեություն գդարե եւ անշուշտ առավել եւս բացարձակապես գարքիլ է մեր եկեղեցու հասկացողությունը եւ կորզելացեվը որ ովևէ գրոնական ասենք ղեկավարը կամ առաջնորդը քաղաքականության մեջ միջամուխ չլա եւ անշուշտ նույն այս կորձունեությունը մեզի նաեւ գուշե այն փաստը որ ինչպես թալանչիները թալանչիներու հետ միասին նույն ագումբին մաս կգազմեն մենք ականադես եղանք նաեւ թե ինչպես նույն Արա Աբրամյանի լուսանգարին նաեւ մեր մոտ գա մեկ այլ լուսանգարը որտեղ մենք կտեսնենք մեկ այլ թալանչի նահակա Սերժ Սարգսյանի կողմէ մեդալի փոխանցումը բադվո մեդալի փոխանցումը Հովնան Դերդերյանին եւ բազմաթիվ հայորդիներ այն ժամանակը եւ միջև այսօր արդարացի երբով հարց կտան արդյոք ինչ դիպի ծառայություններ իրականացնելուն համար այդ մեդալը ստացավ այս ընդհանուր մտոլորտը փնութակրող
Գարջ դեսանույթը վարչապետ Փաշինյանի դիբուկ ելույթ են։ Կա ընկալում եւ եղել է ընկալում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր աշխարհասփյուր թեմերով ներկայացնում է կամ այսպես ասած առաջ է մղում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը ամբողջ աշխարհում եւ այսպես խոսվում է նաեւ խոսվել է Սփյուռքի մի շարք կառույցների մասին եւ սա նորմալ տրամաբանություն է եւ այս տրամաբանությունը ես ընդունում եմ, բայց մենք ուշադիր պետք է լինենք, որ հանկարծ հակառակը չլինի եւ վախենամ, որ առնվազն մի շարք հայտնի դեպքերում ուղիղ հակառակն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերն են առաջ մղվում այլ երկրներում, այլ երկրների շահերն են առաջ մղվում Հայաստանի Հանրապետությունում եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ պետականության։ Եվ սա մի նրբություն է, որի վրա մենք պետք է շատ ուշադիր լինենք, Այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից։ Եվ եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ եւ հետեւաբար պետության սահմանած կանոններով։ Ընդ որում, այս մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության եւ հայաստանյաց առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով։ Այո, օրենքով կարող է սահմանվել։ Իսկ ով է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել այդ թվում հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրվելու եւ ներգրավելու համակարգը։ Իմիջիայլոց Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին, ըստ անհրաժեշտության նաեւ լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում։ Ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսյանի համար այս օրակարգը ինչու է անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Պարոն Չապարյան, շատ հստակ է։ Բոլորս իրազեկ եղանք այդ հայտարարություններում։ Այդ հայտարարությունները այսօր ճիշտ է, վարչապետը գարդացոլացն է իր մտասպաղումները, իր մտահոգությունները, բայց այս կասությունը նորություն չէ։ Հայ եկեղեցին պետք ունի հաշվետվության եւ թափանցիկության։ Սիրելի հայրեր, եկեղեցին եթե այս օրերուն հասավ, որովհետեւ դուք կգարձեք, որ եկեղեցին ծեր հորը գրբակն է եւ գրնակ կողոպտել եկեղեցին։ Չմոռնաք, որ դուք ոչ թե գումարները կգողոպտեք, այլ կգողոպտեք մեր ժողովրդի հոգևոր խոր ըսկացումները։ Դուք գաբագանեք եկեղեցու աբական։ Հետևաբար շեշտը գրկնագի բիտլա փոլորիտ մոտ առանց փասարության, որ այսօր եկեղեցին բարդավոր է ըլլա հաշվետու եւ թափանցիկ։ Չմոռնաք, որ այդ փոլորը եկեղեցու գառույցները, եկեղեցու դնդեսական փոլոր իրավիճակը գբարդի ցեզի։ Աղքատեն մինչև ամենահարուստը։ Հետևաբար բոլոր այդ գումարները, որ դուք կվճարեք, նաև իրավունք ունիք բանջելու, թե այդ գումարները ուր գերտան։ Արդյոք արդար նպատակներու գծարայեն, թե գծարայեն
գարկմը հոգևորականներու հարուստ եւ ցոփ յանքին հարաճացման ժամանակն է սիրելիներ ոտքի կանգնենք եւ բանջենք մեր արդար իրավունքը չմոռնանք միշտ պիտի գրտնենք եւ պիտի գրտնենք եկեղեցին թուգեք եւ իրավունք ունիք բանջելու ծեր արդար իրավունքը որբեսի փրկենք եկեղեցին եւ եկեղեցին անգամ եւս մտնե իր ավանդական հունի մեջ զարայելու ժողովրդին եւ Աստուծո Հունիսի 7-ի համապետական ընտրություններում մեր ժողովուրդը պատմական առիթ ունի վերջ տալու քրեա-օլիգարխիկ մշակույթին, վերջ տալու Կրեմլի օրագարկին, որ Հայաստանը վերածելու ռուսական ծայրամասի, այսինքն գուբերնիայի, վերջ տալու քողապետական այդ հին ռեժիմականներու ռևանշիստական արշավին վերջ տալու սահմանատության դաբալում փորձող լայնածավալ ընտրակաշարքի միջոցով այն ժխտական ուժերուն, մերցևիստներուն, ուժեղ Հայաստան, այսպես կոչվածներուն եւ վերջնականապես ավլելու եւ մայր հողը եւ իր ճուրը զուլալ դարձնելու համար